Հասարակության հետ հարաբերվելու առանցքային գործիքը բարեգործությունը չի։ Պատկերացրու համ դու ես գնում այդ գյուղ ելույթ ունենում քաղաքական, համ ինքը կոմբայնա նվիրում դու չէ։ Ով աշահական վիճակում։ Ըստ էության նրանք դրա մասին էլ խոսում են, էլի, երբ որ ասում էին բան 300,000 աշխատատեղեր։ Իրենք ասում էին, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթի պես մի բան։ Նարեկը իր դերը լավ էր կատարում, քայնդեր հրապարակային գործունեության մեջ չմտավ Սամվել Կարապետյանը։ Քու թեզն են, որ պետքա Նարեկը խոսար, Սամվելը չխոսար։ Հրապարակային քաղաքականության առանցքային գործիքները, լեզուն եւ նշանները։ Այսինքն իրա խոսալի վնաս իրան աշխատել։ Ոնց որ մարդիկ են ծռում։ Այդ մարդիկ սկզբում ունեն Սերժ Սարգսյանի կողքը, հետո գնում են Քոչյանի մոտ, հետո Բագրատ Սրբազանի մոտ, հայակվե, մայակվե, չգիտեմ ինչ։ Հետո բոլորը միասին հայտնում են ուժեղ Հայաստանում։ Լսի կարող է Նիկոլը դրա համար ասում, այս սրանք սաղ մի ուժ են։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Նախորդ էպիզոդում քննարկեցինք Հայաստան դաշինքի ցուցակը, հերթով եկանք, ահագին քննարկելու բան կար։ Մի քանի օքել մոռացանք, պարոն Մարուկյան, օրինակ Արտուր Խաչատրյանին մոռացել էինք։ Բայց ոչինչ, առանձնապես շատ ասել բան չկա էլ։ Եթե չեմ սխալվում, ՀՅԴ-ից։ Հա, Դաշնակցությունից падգամավոր, որը աչքի անգնում չափազանց շատ գործողումներով։ Նաև։ Ինչևից է, այսօր պետք շատ հարուստ հայտարարագրով։ Շատ հարուստ հայտարարագրով, հա։ Մենք հարուստների դեմ խնդիր չունենք, եթե ազնիվ ճանապարհով։ Մենք ողջունում ենք բոլոր հարուստներին, Ջորջ։ Իդեպ Հայաստան դաշինքից արձագանքել են մեզ։ Եվ ինչ են ասում, մենք ինչ ենք ասում, իսկ ինչ են ասում նրանք։ Ասում են ժողովուրդը, այս ինչ եք անում, այս ձեր կենսագրությունների վիճակը, այս ինչ է, ինչ պետական գործիչ։ Այնտեղ մի քանիսին գրած էր պետական գործիչ, պետական քաղաքական գործիչ եւ իրանք չի դիտել, խնդրում եմ նախորդ ոդկասթը դիտեք։ Եվ իրանք արձագանքում են, ասում են մենք չենք գրել։ Դե բնականաբար պետք է ասեն, որ մենք չենք գրել, որտեղ ամոթալի ձևակերպումներ էին տրված, հուսով ենք ազգային ժողովի կայքում դուք կգրեք ձեր կենսագրությունները կտակ եւ կտեսնենք ոնց եք դուք ձեզ ներկայացնում։ Ես կարծում եմ, անկեղծ քեզ ասեմ, ես չեմ հավատում, որ իրանք չեն գրել։ Ես կարծում եմ, որ հենց իրանք նայել են, հաստատել են նորա երկիր մեդիան տպել։ Ես այստեղ երկիր մեդիային եմ պաշտպանում, բայց օքեյ։ Եթե այդպես է հրապարակային կերպ։ Ես sense բան ասեմ։ Քեզ նամակներ չեն գրի։ Ես sense բան ասեմ։ Կապ չունի իրանք տեսել են, չեն տեսել, հաստատել են, չեն հաստատել։ Արդեն իսկ խնդիրը, ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ իրանք կողքի մարդիկ իրանք այդպես են ներկայացրել։ Իրանք այդպես են ընկալում։ Այսինքն իրականության հետ կա խնդիր, իրականության ընկալման։ Այո։ Այսօր որ կոռուպցիայի ընկալում կա, որ ասում են կոռուպցիան ուրիշ է, բայց ընկալումը ուրիշ է։ Լավ ասա։ Այդ ասենք նույնն է, ոնց որ հիմա մենք հիմա քաղաքական օրթախներ ենք, չէ՞։ Դուք մտածեք եւ համոզված լինեք անկեղծորեն, որ ես կանտնեմ։ Ես տենց է կարծում եմ։ Ես այ մտածում որ դուք օրինակ Չերչիլն եք։ Ես չէ։ Ու մենք համոզված ենք, որ դա տենց է։ Ուրեմն ընկալման խնդիր կա իրականության։ Ու Չերչիլն են հիմա ձեր այդ զրույցում, խնդրում եմ լայքել, կոմենտներում արձագանքել։ Գանք ուժեղ Հայաստանին։ Այո, մենք խոսք ենք տվել, որ այսօր ուժեղ Հայաստանի ցուցակն ենք քննարկելու։ Ես ասեմ տաժանակիր աշխատանք ենք անցկացրել եւ մարդիկ կան, որ բացարձակապես որևէ ինֆորմացիա չեն կարողացել հայթայթել, որ մեր ժողովրդին ասենք, թե ով է падգամավոր դարձել, որ մարդը տեսնի, թե օրինակ որ դարձել է ինչ արժանիքի համար է դարձել։ Ցենց ասենք 98%-ին չենք ճանաչում։ Չէ, դե 98% ոնց որ սխալ ասել է։ Լավ, 97%-ին չենք ճանաչում։ Մեծ ահագին մասին, լավ, 10%-ային չեմ բան արել, բայց ահագին մասին չենք ճանաչում։ Եվ այստեղ հարցը առաջանում, որ կա մարդ Հայաստանում, որ կարող է զբաղվել քաղաքականությամբ, չէ, կներեք, որ զբաղվում է քաղաքականությամբ, եւ կարպիսը այդ մարդուն չի ճանաչում։ Տենց իրողություն կարա լինի, ասենք դու հայտնի լրագրող ես, բոլորը չփվում ես, բան, ասենք չես ճանաչում։ Ես ասեմ կարպիս ես մարդն ով ասում ես չգիտեմ։ Poisk են կանեմ, Google-ը կանեմ, ոնց նայեմ։ Դա ինձ թվում է խնդիր է, որ ես չեմ ճանաչում։ Ես դա եմ ասում, մարդը հայտնի չի, որ քաղաքականությամբ զբաղվում է, բայց արդեն падգամավոր է, դե հիմա։ Առաջին համարը, ուրեմն, հերթով գնանք։
հա։ Նարեկ Կարապետյանը բնականաբար հայտնի է, բոլորը գիտեն, Նարեկին բոլորը ճանաչում են, մենք էլ ենք շատ լավ ճանաչում, շատ ջերմ հարաբերություններ ունեինք մինչև ընտրությունները, հիմա էլ երևի ունենք, Մենք ունենք, չգիտենք ինքը ունի, չգիտենք ինքը ունի, հա, որովհետև որ ասում է բանը, հա ջերմ հարաբերություն, գործը գործ։ չգիտենք ինչքանով է բաց քննադատության առաջ, Հա, ուրեմն ես կարող եմ ասել այն իմաստով, որ Նարեկ Կարապետյանը բավականին այդ ծանր բեռը ընկավ իր վրա, նկատի ունեմ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո եւ ինքը որքանով որ հնարավոր է այդ բեռը տարայավ, բանավեճի ժամանակ էլ լավ էր, կարծում եմ, եւ Նարեկ Կարապետյանը ըստ էության, չգիտեմ, խմբակցության ղեկավարը ընտրվում թե չէ, բայց այդ թիմի ղեկավարն է ըստ էության de facto de jure թղթերով այնտեղ թիմի ղեկավարը de jure Սամվել Կարապետյանն է եւ Նարեկ Կարապետյանից շատ մեծ սպասելիքներ կա, բայց եթե այս ցուցակը կազմել է Նարեկ Կարապետյանը, դա արդեն կարծում եմ Նարեկ ջան, սա արդեն ֆունդամենտալ խնդրեմ է քո համար, բայց ես չգիտեմ, որովհետեւ անցնենք մի քիչ ավելի մանրամասն քննարկելով գնանք, իսկ իմաստ չկա մարդկային որակները քննարկել, հա, մարդկային որակները կապ չունի։ Հայաստան դաշինքի պարագայում էլ ասեցինք, շատերը պարկեշ դասիրակված մարդիկ են, Այո։ բայց այստեղ խնդիրը քաղաքականությունն է։ Դուք ճիշտ ասացիք, որ Նարեկը իր առջև դրված խնդիրը կարողացավ իրականացնել, այսինքն հորեղբոր Սամվել Կարապետյանի չեզոքացումից, հա, այսպես ասենք, քաղաքական կյանքից չեզոքացումից հետո կարողացավ որոշակի մոբիլիզացիա ապահովել process-ները նախաձեռնել, բայց այստեղ Նարեկի խնդիրը ո՞րն էր, որ ինքը սկզբանե մերժում էր քաղաքականությունը, Ինքը շարունակում է մերժել։ լուրջ չէր վերաբերվում քաղաքականությանը եւ դրա մասին ազնիվ ուղիղ Այո, նա ասում բազմիցս էր ասել է։ եւ չէր ուզում դիրքավորվել որպես քաղաքական գործիչ, այսինքն չէր ուզում հասկանալ կամ հասկանում էր ուղղակի այդ իրողությունը մերժում էր, որ քաղաքականությունը կորպորացիա չի, իրենց կազմակերպություններից մեկը չի, ժողովուրդը, կուսակցականները, քաղաքական պարտներները իրենց ձեռնարկություններից մեկի աշխատողները չեն։ Համաձայն եմ, հա։ Հասարակության հետ հարաբերվելու առանցքային գործիքը բարեգործությունը չի։ Այս վերջերս այդ հայտնի օրինակը կա, չէ՞, դուք հիշեցրեցիք, որ գնացել են գյուղերից մեկում եւ գյուղին կոմբայն են։ Կոմբայն էին խոսք տվել եւ տվեցին կոմբայն։ Դա ապապետություն է, Նիկոլ Փաշինյանի ասած։ Այսինքն Նարեկ Կարապետյանը շարունակում է չզբաղվել քաղաքականությամբ։ Դա ինչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել, այսինքն հարցերը դիտարկել պետական մտածողության աշխարհայացքով, պետական մտածողությամբ։ Լավն է, լավ definition է, ապրես։ Այդ նկատի ունենք։ Իսկ գյուղին կոմբայն նվիրելը, եթե դա անում է քաղաքական եւ պետական գործիչը, դա համայնքային գեղական մտածողության հետևանք է, որովհետեւ քաղաքական պետական գործի անելիքը ինչի, որ ինքը կոմբայն նվիրի, այլ այնա, որ ապահովի այդ պահանջարկը։ Պատկերացրու, համ դու ես գնում այդ գյուղ ելույթ ունենում քաղաքական, համ ինքը կոմբայնն է նվիրում, դու չէ։ Ով է շահեկան վիճակում։ Բնականաբար ինքը։ Ու կարա քաղաքական գիտությունը, քաղաքագիտությունը, քաղաքական գործունեությունը, որոշումների կայացման գործընթացում մարդկանց ազդեցությունը, մասնակցայնությունը տեղ ինչ որ դեր ունենա։ Հիմա ես այդ ժողովրդավարությունը կապ ունի ընդհանրապես։ Պահանջարկի մասին խոսել ես, դա նկատի ունեմ, ինքը պետքա ցույց տա թե ինչ պետք է անի պետությունը, նախ գյուղը չունենա կոմբայնի կարիք։ Կամ եթե իսկ կներես սա սովետական միությունը չէ, պետությունը։ Հենց այդ եմ ասում։ Եթե ազատ շուկայի կողմնակից է, բայց ես կասկածում եմ, որ ազատ շուկայի կողմնակից է, հա, սա քննարկել ենք, պետքա որոշակի միջամտությամբ այնպես անի, որ մասնավորը նենց զարգանա, որ թշվառ բարեգործության կարիք չառաջանա, այսինքն մասնավորը արդեն ի կարիքը ապահովի եւ տնտեսությունը զարգանա։ Օրինակ մի քանի գյուղում էլ անվճար ավտոբուս են գցել, որ անվճար մարդկանց տեղափոխում է։ Օրինակ ժամանակին Գագիկ Ծառուկյանը ուներ Աբովյան-Երևան անվճար ուսանողական ավտոբուսներ։ Դա աշխատեց Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության համար։ Կարծում եմ ոչ։ Դա ապապետություն է։ Դա ապապետություն։ Նորից եմ ասում, պետական դա բարեգործությունը որոշակի տեղ ունի, բայց երբ որ դա դարձնում ես առանցքային գործիք, հասարակության հետ շփվելու քաղաքական գործունեության կապ ունի կարծես։ Չէ,
հանրային կյանքում դա տեղ ունի, բայց երբ որ քաղաքական ուժը դա դարձնում է առանցքային գործիք հասարակության հետ հարաբերվելու եւ հասարակության կարիքները հոգալու, դա դառնում է արդեն ապապետություն։ Ըստ էության նրանք դրա մասին էլ խոսում են, էլի, երբ որ ասում են բան 300,000 աշխատատեղեր, այսինքն ուզում են ամբողջ բնակչությանը դարձնեն իրենց կազմակերպությունների կամ նոր ստեղծվող կազմակերպությունների աշխատողները եւ ինչ-որ սոցիալական հարց լուծեն, բայց այդպես սոցիալական հարց չեն լուծի, պետությունը շատ բարդ համակարգ է, շատ բարդ ստրուկտուրա է, եւ այդ կորպորացիաների այդ խաղի կանոններով չի աշխատել, բայց այնուամենայնիվ Նարեկ Կարապետյանը կարողացավ այդ խնդիրը լուծի եւ եթե մեծ հաշվով նայենք պարոն Մարուքյան, իրենց արդյունքը վատը չի։ Իրանք այդ իրենց ապա քաղաքականությամբ Ուզում եմ արդյունքին անդրադառնամ։ Դասական քաղաքականությամբ տրամաբանությամբ արդյունքը վատ չի։ Եկան առաջին ընդդիմադիրի աթոռը խլեցին Հայաստան դաշինքից։ Բայց իրանք ինչ խնդիր էին դրել կարծես։ Դասական քաղաքականության տրամաբանությամբ եմ ասում։ Հիմա լիքը երկրներում կա կարծրացած քաղաքական կառուցվածք եւ այլ ուժեր չեն կարողանում գան այդ տեղը զբաղեցնել։ Օրինակ Մեծ Բրիտանիայում Հիմա նայ, Մեծ Բրիտանիան անհայմատելի է Հայաստանի հետ, որովհետև այնտեղ ձևավորված է։ Դասական քաղաքականության տրամաբանությամբ արդյունք ունեն, բայց իրենք հայտարարել էին, որ չէ։ Բացի Մենք գալիս ենք իշխանափոխություն անենք։ Ես ուզում ռեալ ասել, որ Սամվել Կարապետյանը ռեալ շանս ուներ Հայաստանում իշխանափոխություն անելու, ռեալ, իրական, ֆունդամենտալ շանս կար, այդ շանսը կար։ Դա բոլոր փորձագետները կարող են ասել։ Եվ այդ շանսը ըստ էության կյանքի չի կոչվել, ցախողվել է։ Դրանից հետո այնինչ արդյունք որ կա, որ դա ասես որ դա սա լավ է, եղածնել լավ է բան, ես կարծում եմ դա այտենց շուտ մխիթարանք է, որը կապ չունի իրականության հետ, որովհետև եթե հերետորաբանություն նայենք, իրենք ասում էին, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, Հայաստանը դառնալու է այտենց թուրքական վիլայեթի պես մի բան։ Եվ դրանից հետո ասել որ բայց վատ արդյունք չունենք մենք առաջի օպոզիցիան ենք, ես կարծում եմ չի կարող դա վաճառվել որպես product։ Մյուսը որ ես մի րոպե էլի դասական քաղաքական որտեվ դու նայ ինչ պլանկա ես դրել, ինչ պլանկա ես դրել։ Ու հետո ինչ ես ասում։ Եթե 2026 թվականի ապրիլ ամսին ինձ խնդրեին օրինակ տեսականորեն ձևակերպել իրենց առաջնահերթությունը, ես sense կանեի մենք խնդիր ենք դրել իրականացնել իշխանափոխություն, բայց եթե չստացվի կգնանք պարլամենտ։ Սիրունա չէ եւ ազնիվ է, բայց իրանք շարժվեցին անազնիվ ճանապարհով։ Այ ուժեղ Հայաստան միայն բառը Սամվել Կարապետյանի հետ։ Այսինքն այդտեղ Կարպիս Փաշոյանը, Էդմոն Մարուքյանը ոչ ոք քաղաքական ամբողջ սպեկտրի ժողովուրդը որևէ ձև չի կարող որևէ բան անել։ Միայն իր հետ պետք է։ Դա անազնիվ մոտեցում է։ Եվ այդ լոզունգովա չէ, որ նաև բոլորի ձայները կոնսոլիդացել է այդտեղ։ Հիմա այդտեղ ուրիշ բան կա, որ կա նման արդարացում, օրինակ փոքր ուժերը չմասնակցեին, իրենք կարող էին հաղթել։ Անկամ մաթեմատիկան ինչքան ուժ ունի դեմա դրան, որտեղ մաթեմատիկան է չի դա խոսում, բայց կարող եմ մի բան ասել, ես առաջ անգամ եմ այս եթերում ասում, കാരണം սա մեր եթերն է, էքսկլյուզիվ բան է, այստեղ ասենք, հետո ինտերվյուներում կասենք, որ եթե փոքր ուժերը չմասնակցեին, այլ լուսավոր Հայաստանը, Հայկ Մարությանը, Վարդան Ղուկասյանը, Դոգը, սպասի ասեմ էլի, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, ու էլի կուսակցություններ, որոնք կոպիտ ասած նիկոլական տրամաբանության մեջ սպիտակ ձայներ են տարել, լավ սես ձևակերպեմ։ Նիկոլ Փաշինյանը ստանալու էր 800,000-ին մոտ ձայն եւ ձեռնորելու էր սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն կարծես ուզում եմ ասեմ, որ այն ձեները, որ տվել են Հայկ Մարությանին, չէին տալու Սամվել Կարապետյանին, չէին տալու Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, գնալու են տան Նիկոլ Փաշինյանին, ինքը ավելի շատ էր տանելու։ Փոխանակ գան, գտնեն, տնից հանեն Հայկ Մարությանին, չգիտեմ Էդմոն Մարուքյանին, գնան Ամերիկա բանտից Դոգին հանեն, ճակատը փաչեն, որ մասնակցել է ու Նիկոլը չունի սահմանական մեծամասնություն։ Իրանք ասում են պուճուրները, փոքր ուժերը խանգարեցին մեզ։ Այս ասենք ոչ մի ձևի անմարսելի հայտարարություն է։ Եվ բնականաբար սա այս հայտարարությունները նրա մասին է, որ դե մի մարդիկ չգիտեն ինչա տեղի ունեցել։ Մինչև հիմա էլ չեն կարողանում հստակ արձանագրում անել, թե ինչա տեղի ունեցել այս ընտրությունները։ Իրանք իրենց անազնվության զորը դարձան։ Այսինքն եղել է շանս Նիկոլին փոխելու, այդ շանսը ռուսերեն ասած պրասրատ արվել։ Հիմա ասենք այդ փոխանակ խոսանք թե խիա տենց եղել, խոսում ենք չգիտեմ ինչի մասին, որ պուճուր ուժերը, չգիտեմ ինչեր է, փոշին, եսի ինչ է։ Բայց մեր ժամանակը սահմանափակասել է հայրենակիցներ, այս տեսանք թեմաները, որ ամենքի մասին մի հատ ոդկաստ կարող ենք անել։ Գնանք առաջ, թե Նարեկի մասին դեռ բան է։ Նարեկի մասին էլի բան կա։ Նարեկը իր դերը լավ էր կատարում,
քանի դեռ հրապարակային գործունեության մեջ չմտավ Սամվել Կարապետյանը։ Ստորագրում եմ ասած տակ։ Որովհետև ինչ որ մատ կերպար էր ձևավորվել իմաստուն միլիարդատեր գործարարի։ Այո։ Էլի կարող տենց է, բան չունեմ ասելու, բայց այդտեղ մատ խնդիր կա 2018 թվականի Բիզնեսի մեջ Սամվել Կարապետյանը իրականում 2018 թվականի հավասարը չունի։ 2018 թվականի հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասենք, մատ մեծ ծառայություն են մատուցել մեր հասարակությանը։ Քաղաքականությունը դարձել է ավելի հրապարակային։ Այո։ Իսկ հրապարակային քաղաքականության մեջ միֆերը քանդվում են։ շատ մեծ դեր ունեն լեզուն եւ նշանները։ Այսինքն որևէ երկրում քաղաքականությամբ զբաղվելու համար, որտեղ կա հրապարակային քաղաքականություն, պարտադիր է կատարյալ տիրապետել լեզվին, լեզվի գեղագիտական, գրական ծալքերին։ Եթե քաղաքականությունը հրապարակային է, նախկինում հրապարակային չէր եւ կար Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, որոնք համարյա չէին խոսում կամ խոսալուց կարդում էին։ Հիմա քաղաքականությունը հրապարակային է եւ հրապարակային քաղաքականության մեջ իսկապես չեմ ուզում վիրավորել, չեմ ուզում ծաղրել որևէ մեկին։ Պետք է իմանալ լավ հայերեն, դա ամենակարևոր բաները, սեմիոտիկան եւ լեզուն ամենակարևորն են։ Չերչիլի հայտնի պատմությունը կա, երբ որ բրիտանական պարլամենտում քննարկում էին պատերազմթեղ խաղաղություն եւ Չերչիլը այդ հայտնի ելույթն է ունենում, որ պետքա կռվեն օդում, ցամաքում, ամեն գյուղի, ամեն, չգիտեմ, կառվածքի համար, եւ դա հակառակորդները Չեմբերլենը եւ Էնթոնի Իդենը, եթե չեմ սխալվում, ասում են, ինչ կատարվեց, երբ որ սա պարլամենտը սկսում է ծափ տալ, ասում է, նա մոբիլիզացրեց լեզվի իր ողջ իմացությունը։ Նայ, Սամվել Կարապետյանը լավ հայերեն գիտի։ Այստեղ խնդրեմն ուրիշ է, ինքը քաղաքական խոսք չունի։ Դա է դա ասում։ Քաղաքական հայերեն։ Այսինքն կա նորմալ հայերեն շփվի, հա, շփվում է բոլորի հետ, բայց այսինքն դու քու թեզն է, որ պետքա Նարեկը խոսար, Սամվելը չխոսար։ Քանի դեռ օրինակ իր գործով չէր պատերազմում։ Իմ թեզն է, որ հրապարակային քաղաքականության առանցքային գործիքները լեզուն են եւ նշանները։ Եթե դա չկա, ուրեմն չի լինի։ Այսինքն իրա խոսալի վնաս իրան աշխատել։ Հա։ Սա էլ արձանագրենք։ Գնանք առաջ։ Մեծ ցուցակակարպից այսօր էսի չենք կարող ունենք։ Հաջորդ ցուցակի ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է, որին էլի շատ լավ ճանաչում ենք։ Արամ Վարդևանյանը փաստաբան է հայտնի, սահմանադրագետ, ժամանակին անգամ ռադիոհաղորդում ուներ, ես իրան հյուր եմ գնացել, երբ որ դեռ փաստաբան չէր սահմանադրական, եթե չեմ սխալվում, դատարանում էր ոնց որ։ Ինչով Արամ Վարդևանյանը հայտնի, վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր, հետագայում հեղափոխությունից հետո գնացել է փաստաբանություն, վերադարձել է ակտիվ այդ process-ներ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ, փաստաբաններ, հետո Հայաստան դաշինքի կարկառու ներևացող ներկայացուցիչներից էր ազգային ժողովում, հետո մանդատը վայր դրեց։ Հետո սկսեց Սամվել Կարապետյանին պաշտպանել, երբ որ Սամվել Կարապետյանին բռնեցին, եւ հիմա ոնց որ թե ազգային ժողովի փոխխոսնակի տեխնացու է։ Մենք Արամ Վարդևանյանին տեսնելու ենք Ռուբեն Ռուբինյանի կողքը նստած ազգային ժողովի նիստերը վարելիս։ Եթե ընտրեն։ Այսինքն մամուլի նյութերով Վարդևանյանը հիմա ԱԺ փոխխոսնակի, այսինքն նա նորից թողնում է փաստաբանությունը։ Էլ պարկիշտ մարդ, որի քաղաքական գործունեությունը ինձ մոտ տարակուսանք առաջացնում։ Ինչու՞։ Շատ նորմալ մարդ է, երբ տեսնում ենք հարգանքով բարևում ենք, բայց էլի քաղաքական գործիչ չի, քաղաքական։ Չէ, քաղաքական գործիչ Ժորժան, առանձնանում ենք, քաղաքական գործիչ այս ցուցակում չկա։ Եվ խնդրեմը որն է, հերիք չի քաղաքական գործիչի բառի դասական իմաստով, նաև փորձում է քաղաքականությունը վերածի փաստաբանական գրասենյակի։ Դրա մասին որ մենք խոսում ենք, նաև ես առաջինը ինքն է։ Դա շատ է ջայնանում, չէ՞։ Մտքիս գալիս։ Որտեղ դա իսկապես շատ լուրջ խնդիր է, փաստաբանությունը քաղաքականություն։ Հիմա եթե նայենք աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներին, հիմա անցյալում ԱՄՆ հիմնադիր հայերին մեծ մասը փաստաբաններ են։ Իրավաբաններ են մեծ մասը։ Դա օքեյ է, իրավաբանությունը քաղաքականության գործիք է, ոչ թե հիմնական գլխավոր բան է, ինչ որ գործիքներից սոցիոլոգիան, իրավաբանությունը, տարբեր գիտությունների։ Այո։ Դարբնությունը օրինակ։ Ուրիշ խնդիր է։ Որ գեներալ Մավելն ասում է, չագուշնելա ձեր մեղն է։ Ես մի բան կա չեմ հասկանում, ոնց որ ընդդիմության այդ բանը, այս վերջին 5 տարիներին, ոնց որ ինչ-որ բուտաֆորիա լինի։ Ինչի համար եմ ասում, ինչ-որ մարդիկ են ծոլում։ Այդ մարդիկ սկզբում ունեն Սերժ Սարգսյանի կողքը, հետո գնում են Քոչարյանի մոտ, հետո Բագրատ Սրբազանի մոտ, հետո մա չգիտեմ Ալենտրանքային։ Դեսի կարող է Նիկոլը դրա համար ասում, այս սրանք սաղ մի ուժ են։ Հա, Ալենտրանքային շարժում են հորինում հայակվե, մայակվե, չգիտեմ ինչ, թող ոչ մեկ չնեղանա, հետո բոլորը միասին հայտնում են ուժեղ Հայաստանում։ Կապից դու երբ ասում ես, թող ոչ մեկ չնեղանա, սաղ նեղանում են։ Միասին։ Լավ, նեղանում են, նեղանան, բայց նեղանան, չի լինի։
Գնանք, հա։ Իրանք իրարից չեն նեղանում։ Չէ, օրինակ հետարքիր բան ասեմ քեզ։ Գործող ֆրակցիայի անդամ Էլինար Վարդանյանը մտավ Բարգավաճ Հայաստանի ցուցակ։ Ասենք դա արգումենտ է տալի Նիկոլ Փաշինյանին, որ ասի դրանք դուք մի ուժ եք։ Տալիս է, չէ։ Հաջորդ բանը ասեմ, մի որ Արամ Վարդանյանը Հայաստան դաշինքում է։ Հայաստան դաշինքում էր ասոցիացվում է Ռոբերտ Քոչարյանը, հիմա Սամվել Կարապետյանի ուժմա։ Դա տալիս է արգումենտ Նիկոլ Փաշինյանին, ասել որ դուք մի ուժ եք, դու նախկիններն եք Ռոբերտ Քոչարյան, բան դուք Ռոբերտ Քոչարյանն եք Գարի Վարշապետ ընտրեք։ Այդ արգումենտները ցեմենտ բիտոն անողը օպոզիցիայի սխալ քայլերն են։ Համաձայնից թե համաձայն։ Եկեք մատ sense իրավիճակ պատկերացնենք։ Եկեք, չգիտեմ, գնանք նախկինի ժամանակաշրջան, ոնց եք պատկերացնում, օրինակ Հայ ազգային կոնգրեսի անդամը, երբ որ ֆրակցիա կա։ Մի գիշեր ամեջ դառնա ժառանգության անդամ, ժառանգությունից դառնա օրինաց երկրի անդամ, հետո գնա դաշնակցություն, հետո վերջում էլ հանգրվանի լուսավորում։ Բացառված էր։ Չէր կարա այդպես։ Տենց ինչ որ հավատուրած դավաճաններ բոլոր տեղերում եղել են, բայց սրանց մոտ դա մի բացառիկ օրինակ չի, նորմա է, օրինաչափություն է, որտեղ sense տեսնում ենք մարդկանց ճանապարհորդությունը, Սերժ Սարգսյան, Հայաստան դաշինք, Բագրատ Սրբազան, հետո ուժեղ Հայաստան։ Արանքում էլ Բագրատ Սրբազանի կողքը ինչքան մարդ կար, ովքեր հիմա ոչ դատերին են գնում ոչ բան, դրանց 80%-ը հիմի ուժեղ Հայաստանի կողքին է կամ մեջ։ Դա իմ մոտ տարօրինակ է։ Եվ օրինակ արդյոք Ռոբերտ Քոչյանը չի նեղանում կամ Սերժ Սարգսյանը արդյոք չնեղանում է շրջապատույտից։ Չգիտեմ։ Այսինքն լավ իրանք վատ չեն կամ իրար մեջ այդ շրջապատույտը Չէ, կարող ասում են Նիկոլի դեմա կարևորը թող գնան հիմի, ասենք ինչ տարբերություն։ ԲԿՄ-ս, ուժեղ Հայաստանը մեզ, Հայաստան դաշինքը մեզ, ընդհանուր անուններն էլ իրար։ Դա թիմից թռնել չի համարվում, այդ եմ ուզում հասկանամ։ Չգիտեմ ես։ Դες չեմ կարող։ Օրինակ որ փոքր էինք ցալկուտ Կիրովական մեկը մի բաներ ասում, ասում ենք դու չես կարող դա տոշնի ասես։ Իրես խի։ Որ չես կարող դա տոշնի ասես։ Ով ինչ խոսում են ասում ենք դու չես կարող դա տոշնի ասես։ Ու ամեն մարդ սկսել էր կասկածել իր ասածի։ Այ մի դուրս հարց ես տալի։ Հիմա լավ, Արամ Վարդևանյանը Հայաստան դաշինքի падգամավոր ա եղել։ Հիմա ուժեղ Հայաստանի падգամավոր է։ Հա, մեն ուժեղ։ Պրոստը ուժեղից արդեն կարա լինի փոխխոսնակ, ֆիքսի է։ Բայց դա ո՞նց է լինում։ Դե եսիմ, տենց մեկ ժողովուրդ ընտրել։ Ես օրինակ չեմ հասկանում, այդ ինչ քաղաքական լոգիկա է։ Եվ հա, էլի Արամ Վարդևանյանը քաղաքական գործիչ չի, լավ փաստաբան է, բան չունեմ ասելու, շատ ջիգարով նորմալ պարկեշտ մարդ է, բայց չէ։ Քաղաքական գործիչ չի, ինքը լավ փաստաբան է, ես էլ եմ լավ հետ արում։ Ռուբեն Մխիթարյան Գյումրեցի տղա է, փաստաբան է էլի, ու այս տղային կալանավորել էին։ Ոչ մի բան չեմ կարող ասել, բայց ակտիվ է ուժեղ Հայաստանի մեջ։ Չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում, գնացինք առաջ։ Արեգա Հովսեփյան։ Նա Արցախցի աղջիկը չի, որ հայտի դարձավ բանավեճով։ Արցախցի աղջիկն է, որը ինչ չեմ ճանաչում, ինչ բանավեճ էր։ ՀՄԿ-ում նախընտրական կամպանիայի ժամանակ, այո, ԿՊԱ-ականների հետ բանավեճի ժամանակ շատ բոցաշունչ ելույթ ունեցավ, ոնց որ Վահագն Ալեքսանյանի էլի մի հոգու է դրանով հայտնի դարձավ, այդ տեսանյութը հատվածները պատտվում էին, էլի դրանով հայտնի։ Հասկացա։ Դա օկուտեր իրանց թե վնաս, լավ բան է, թե վատ բան։ Դե եթե օկուտելներ հիմա հաղթած կլինեին, էլի։ Լավ։ Դե մատ լիքը մինի բաներ կա։ Այս միտքը ասեմ, էլի նախորդ ժամանակի ասեցի, հիմա կա ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ կա լավն են, անտիր են։ Բայց հարցը ոսկի մարդիկ են։ Մենք դա չենք քննում։ Հարցը անհատների մեջ չի։ Ահա մենք քննարկում, զարջ ասենք բոլոր ցուցակի մարդիկ հրաշալի։ Դուք կյանք եք։ Ոսկի մարդիկ։ Բայց նավը, խնդիրը ամբողջ անհատները չեն, այն նավը, որը սխալ ուղղությամբ է գնում։ Դուք կյանք եք, ուղղակի Հայաստանն է կործանվում։ Դու սաղ նորմալ է, բայց պրոստը երկիրը կործանվում։ Ուղղակի նավի շտուրմանը սխալ ուղղություն է։ Արել նավը սխալ ուղղությամբ է գնում, այդ է խնդրեմը, չէ՞ դուք ոսկի մարդիկ եք։ հրաշք։ Շատ լավ։ Անտիր էր, Արեգայի բանավեճը շատ լավն էր, տեսել։ Հատվածներ եմ տեսել, ամոթ չեմ տեսել։ Դու լավ էր խոսում։ Ինչ որ հրանոթի թեմա կար, ինչ որ ՊԲ հրամանատարի տեխնացու է ինքը բան, տես բան է, տես բան է խոսում, չի ինքն է ասել։ Տես շեմ խորացել, այն հատվածն եմ տեսել, երբ որ շատ բան հրաշալի ձևով անդառնում են նա, որ Նիկոլ Փաշինյանը Արցախցին ասում էր, «Արա դուք չի զոհվել»։ Այն ասում էր, «Արա դուք ուզում եք, որ մենք սաղը զոհվենք», տես լավ բանավեճը, բայց էդ է դրվագը, չկա։ Ուրիշ բան։ Մամիկոն Ասլանյան հաջորդը։ Դա ձեր կլիենտն է։ Մամիկոն Ասլանյանին ես եմ շատ լավ ճանաչում, Կարպիսը չճաճար, դու չես ճանաչում երևի։ Մի անգամ եմ հանդիպել։ Հա, Մամիկոն Ասլանյանը Վանաձորում եղել է նոտար, հետագայում նաև եղել է նոտարական պալատի նախագահը, ինչ որ կարճ ժամանակաշրջան, հետո այնտեղ խնդիրներ ա եղել,
հետո էլ չի եղել նոտարական պալատի նախագահ, հետո հանրապետական կուսակցությունը թիմ ընտրություններին ընթരാճ ժողովուրդը սա չգիտեմ, չի սա մենք ենք այլա խոսալ։ Վանաձորի թիմ ընտրություններին ընթരാճ, քանի որ գիտերին որ պարտվելու է, շատ վատ վիճակ էր, գաղջ Սերժ Սարգսյանի գաղջ մթնոլորտներ, գտնում եմ մի մարդու ում որ քաղաքում հարգում սիրում են Իզդամ Մամիկոնասյանն էր։ Այդ պահին, որ ապա կուսակցական, բոլորի հետ ընկերություն անում։ Մամիկոնը։ Մամիկոնը մեր հետ է, սաղից հետ ընկերություն անում, բոլորի հետ։ Ու Մամիկոնը համաձայնվում է դառնա ՀՀԿ-ի տեխնացուն։ Ըստ Մամիկոնին ասում ենք՝ մի արա Մամիկոն, մի արա, քեզ օգտագործում են, որ ՀՀԿ-ով, բան վերջը։ Եվ դե բնականաբար այդ ժամանակ մենք պայքարի մեջ էինք, ինքը դառնում է ՀՀԿ-ի տեխնացուն, ընտրությունների արդյունքներով կոալիցիա ձևավորում ընդդիմադիր, որ պետքա Քրիստ Մարուկյանին ընտրեն քաղաքապետ, հանցագործություններ են տեղի ունենում, որը մինչև այսօր չի բացահայտվել եւ բնականաբար չի բացահայտվելու։ Այդ հանցագործությունների արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր կոալիցիայի անդամներից մարդիկ ինչպես հայտնի մանդատագողությունն է, էլի, որ ճնշումների այդ տերորի տակ Մամիկոնին դարձնում են Վանաձորի քաղաքապետ։ Այդ մանդատագողության համար բնականաբար պետք է մարդիկ դատվեին, ոչ ոք չի դատվում։ Հետո լինում է հեղափոխությունը, փոխանակ Նիկոլ Փաշինյանը Սահմանական դատանի որոշում ենք մենք ունենում արդեն երկդաշինք, որ պետքա լուծարվի այս ավականին։ Փոխանակ Նիկոլը լուծարի այս ավականին, չի լուծարվում, որովհետև սերտ հարաբերությունների մեջ են մտնում իրար հետ։ Հետագայում որ պատերազմի պարտություն է լինում, արագ ես մարդիկ նույնիսկ դառնում են ընդդիմադիր, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի հետ են ընտրություններին մասնակցում։ Հետո գալիս է արդեն 21 թվականի ընտրություններին, 21 թվականի ընտրություններին սաղ ադմինիստրացիան մնում է քաղաքապետարանում, ԿՊՆ-կան խելք չունի տեղ, որ իրան հանում են ԺՊ են դնում, բայց սաղ ադմինիստրացիան իր ազգ ժողովուրդը տակն են, էլի։ Բնականաբար այդ ադմինիստրատիվ ռեսուրսը ծառայում է իր օգտին, ընկնում է առաջի տեղ, բայց ռոպագանդան հանրապետական կուսակցության հենց է որ ինքը հաղթել է դիտում, չի հաղթել։ Հետո բնականաբար իր քրեական գործով իրան բռնում են, որի մասին ինքը գիտեր, որ իրան բռնելու են, որովհետև դրանից առաջ ինքը ԿՊ-ի հետ էր ուզում այր Ժվերիշյանի, հետո չի ստացվում, չի ուզում անի այլևս եւ իրան բռնում են։ Հետո սկսում են մեզ մեղադրել այս հարցերով, ինչ խոսքով։ Լավ, մա հարց տամ։ Ամենախայտարակ բանը գիտես որն է։ Ուրեմն նայ Մամիկոն Ասանյանը դատվել է Վանաձորում, հիմա այդ դատավճիռը բողոքարկացա վերաքնիչ դատարան։ Եթե վերաքնիչ դատարանը հանկարծ նորից դատի, ինքը կարա զրկվի պատգամավորական մանդատից։ Որքանով որ ես գիտեմ այդ դատավճիռից, էլի։ Ու ինքը մտել է այս ցուցակ։ Իսկ մարդկային կոնտեքստը հետեւյալն է, որ անցյալ տարի Սերժ Սարգսյանի ծնունդի օրը Մամիկոն Ասանյանը իր պատիվը այսքան շնորհավորանք ա գրում Սերժ Սարգսյանին։ Պարոն նախագահ, շնորհավորում եմ, ասես մի երկար բան։ Այս տարի չի շնորհավորել Սերժ Սարգսյանի ծնունդը։ Որտեվ արդեն բանում է, ուժեղ Հայաստանում է։ Սամվել Կարապետյանի ծնունդը շնորհավոր է։ Ու ջնջել այն նախորդ տարվա շնորհավորանքը, չկա այն նախորդ տարվա շնորհավորանքը։ Всё, ինքը Սերժ Սարգսյանին չի շնորհավորել։ Հիմա որ ասում են Սերժ Սարգսյանը չի նեղանեմ սենց բաներից։ Հարցնեմ ես։ Դիրանց հարցնել։ Այսինքն ի՞նչն է, մյուս ընտրությունները մեր որ տենան խոսքի օրինակ մի հատ ուրիշ ուժա, այդտեղ կմտնեն։ Հետո մյուս ընտրություններն ուրիշ տեղ կմտնեն։ Բայց Վանաձորի 5 տարվա այդ մանդատագողության համար ոչ ոք պատասխան չի տվել։ Ոչ ոք։ Ու ոնց կարելի է անդիմադիր ցուցակ մտցնել sense մարդ ու փորձել կրել Նիկոլին։ Ոնց հարցնա ինձ մեկը կարա բացատրի։ Հարցը ուզում Նարեկին տամ։ Դուր։ Նարեկ Կարապետյանի։ Դուք ուզում եք սահմանազատվել, հա, այդ բառը օգտագործենք Քոչյանից եւ Սերժ Սարգսյանից։ Ամենայն հարգանքով Մամիկոն Ասանյանը այստեղ ուղնուցուցով sense ամեն ինչով հանրապետական Մամիկոնը ինչ գործ ունի այնտեղ։ Արամ Վարդևանյանը ինչ գործ ունի այնտեղ, եթե ուզում են Ռոբերտ Քոչյանից դիստանցավորվեն, չէ՞, հիշում ենք, չէ՞։ Կոնկրետ ուզում են դիստանցավորվեն, հա։ Ինչ գործ ունեն։ Չգիտեմ, Նարեկ ջան, ինչ գործ ունեն։ Գնացինք առաջ։ Մարիանա Ղարամանյան, իրականում Մամիկոնի մասին այնքան բան կա ասել։ Պրոստը որ շատ ասեմ, պետք է ասեն, բա սա թողելա Մամիկոնի վրա կենտրոնացել։ Եթե ուժեղ Հայաստանը մտածում որ Մամիկոն Ասլանյանով կանես երկրում փոփոխություններ բերեն, թող բերեն։ Եղավ։ Չէ, անցել է արդեն։ Արեք։ Ինչն է անցել։ Փոփոխություններ բերելու շանսը անցել է։ Չէ, հա, չէ, դրանք ասում են դեռ։ Լավ, օքեյ։ Ավետիս Արաքելյան, բացարձակապես չեմ ճանաչում։ Մարիանային։ Գնացինք առաջ։ Մարիանային մոռացաք։ Ավետիսը Մարիանից առաջ է դրա համար։ Ավետիս ես ու չեմ ճանաչում։ Մարիանա Ղարամանյան, արմատներով էլի Վանաձորցի է։ Եթե չեմ սխալվում, անգամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրած Սակունցի մոտ աշխատել է Մարիանան Ղարամանյան։ 5-րդ ալիքում լրագրող է։ 5-րդ ալիքում լրագրող է ամենավերջի հայտնի իր գործը։ Հետո ուժեղ Հայաստանի մամուլի խոսնակ։
Հա, օրինակ խոսքի ուժեղ Հայաստանի մամուլի խոսնական նշանակվում 5-րդ ալիքի լրագրողը։ Դա արդյոք մարդկանց մոտ կասկածներ առաջացնում է, որ օրինակ ուժեղ Հայաստան կուսակցությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ու ոնց են իրանք ուզում դիստանսավորեն, կաց բացատրես։ Չկար էլ ուրիշ մամուլի խոսնակի բան։ Կա չեն ուզում դիստանսավորվեն։ Ուրեմն չէին ուզում դիստանսավորվեն։ Չէ՞ որ դու ասացիր ուզում են դիստանսավորվեն։ Իրականում իրաց մեր դարդը չի, այսինքն ես ընդհանրապես խնդիր չունեմ, ինչ որ մեկը Քոչարյանից ասոցացվում է, թե չէ։ Իրանք են ասում ենք ուզում դիստանսավորվենք, դրա համար ենք էլի ասում։ Դա չգիտեմ, Մարիանայի մասին չեմ կարող ոչինչ ասել։ Լրագրողը։ Ես հարցազրույցներ ունեմ տված լավ լրագրող է, պրոֆեսիոնալ։ Որպես քաղաքական գործիչ թողել իրան դրսևորի։ Հա, տեսնենք։ Մարիանա ջան գնացինք առաջ։ Իրինա Յոլյան։ Որքան որ գիտեմ, Գորիսի փոխքաղաքապետն է, հայտնի է Արուշ Արուշանյանի, որ կալանավորեցին, ոնց որ ինքն էր հիմնական խոսացողը, բան, ոնց որ Գորիսից Յան են ներգրավել ցուցակ։ Անցանք։ Լավ։ Էդգար Ղազարյան։ Ըստ ցուցակի միակ քաղաքական գործիչն է։ Էդգար Ղազարյանը։ Հա։ Արձանագրենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքական։ Էդգար Ղազարյանը քաղաքական գործիչ է։ Շատ լավ։ Իմպիչմենտի հիմնական լիդերը։ Իմպիչմենտի process-ների։ Ինքը շատ ուրախ կերպար է։ Դուք Էդգարն այնց անեկդոտներ գիտի, կարա ժամերով անեկդոտ պատմի։ Իրա շատ գործողություններ ինձ համար իսկապես մերժելի են։ Իրա շատ դիրքավորումներ մերժելի են, բայց մարդը քաղաքական գործիչ է։ Այո։ Հանրապետական կուսակցության ամենաերևացող, ամենացիվիլ մարդկանց։ Հիշում եմ, օրինակ նայ կային թալանչիները, ինչ որ օլիգարխները, բան, ինքը հանրապետականների տենց ամենա ցիվիլ մարդկանցից էր, որ Վայոց ձորի մարզպետն էր, հետո գնաց բան։ Այն ժամանակ ինքը գիտեք ինչ Վարշավայիններ 10-ական թվականներին հանրապետական կուսակցության մոդեռնիզացիա է, որ տեսեք մենք մենակ Արնախում լիսկաները չենք։ Այո, տեսեք որ միայն լիսկան մարդասպան է, բան չես։ Նաև Էդգար Ղազարյան ունենք, բայց այստեղ էլի հարց առաջանում է, մարդը Սերժ Սարգսյանի թիմից էր։ Հա կոնկրետ։ Հիմա ասենք Սերժ Սարգսյանից ուզում էին դիստանսավորվեն իրանք։ Էդգար Ղազարյանը impeachment-ի հետ բանն էր գծել, Նարեկ Մալյանի հետ impeachment-ի վրա էին աշխատում ու միացավ ուժեղ Հայաստան։ Նաև նա ինտերվյուներ ունի, որտեղ ասում է, որ գնալու են խորհրդանում ծեծ ուտեն, բան անեն, խորհրդանում ինչ պետք է անեն, տենց ինչ որ քննադատություն ունի, հիմա տենց շատ հանգիստ ասում է դեպի գնանք, այնտեղ աշխատենք, բան անենք, բան։ Լեհաստանում մեր դեսպաններ, հեղափոխությունը եղավ, Էդգարին հետ կանչեցին, Էդգարն եկավ Հրայր Թոմասյանի մոտ ՍԴ աշխատակազմի ղեկավար եղավ։ Մինչև որ Հրայր Թոմասյանի դեմ սկսեց այդ կռիվները, ունդեղից էլ արդեն հանեցին Էդգարին ու հիմա վերադառնում է Էդգարը մեծ քաղաքականություն արդեն պարլամենտ։ Իրան կարելի է չսիրել, կարելի է չընդունել, շատ բաներ ինձ համար են մերժելի։ Ես Էդգարի բայց ասում եմ ցուցակի քրոջ ընտանիքի հետ շատ մտերիմ հարաբերություն։ Ցուցակի միակ քաղաքական մարդն է, որոշակի ճանապարհ։ Օրինակ եթե հանրապետականից մարդ կարելի էր վեկալել, ինձ թվում է միայն Էդգարին։ Ասենք որ իրանք որ ցուցակի մեջից, օրինակ, խոսքի Մամիկոնը թե Էդգարը իմաստով անխոցելի է։ Եվ մահապարտ է։ Հա։ Մահապարտ է, այսինքն դա մեծ մասով միջև վերջ գնացող չեն ցուցակում։ Համաձայն եմ, լավ դրանք Էդգարն ինչ կանի։ Դե մի քիչ պետք է Էդգարը պետք է իր լեզվին հետևա, որովհետև ինձ բան չի է։ Դե այդ ընտանիք մտնելը, վիրավորանքներ գրելը, թիրախավորելը, դա ես բացարձակապես չեմ ողջունում։ Եվ այդ ամեն ինչը մնալու է Նարեկի վրա։ Այսինքն դրա պատասխանը նաև Նարեկից են պահանջելու, էլի։ Նաև որ դու ազատ մի հոգի ես, դու մի հոգի ես, դու գլխի տերն ես, որ դու թիմի մեջ ես, այդ ամբողջ թիմը քո համար պատասխան է։ Դե դա արդեն իրանց խնդիրն է։ Դա արդեն իրանց խնդիրն է, գնացինք առաջ։ Օրինակ Էդգար Ղազարյանը ինչ ասել է մեր հասցեին տարբեր ժամանակաշրջանում։ Բայց օրինակ երբ որ իրա վրա հարցակում եղավ ծեծ ջարդ, հիշում ես տան մոտ։ Մենք խստիվ դատապարտել ենք եւ պահանջել ենք դրա բացահայտում։ Դատապարտել են, որ ազգային ժողովում մեր համար, թող մարդիկ իմանան, էլի մեր համար բան չկա։ Սամվել Կարապետյանի որ բռնեցին, առաջինը մենք էինք գոռում, որ այդ մարդը քաղաքական հետապնդման ու էլի կանենք։ Հիմա որ Նարեկի դեմ այս քրեական գործը զարուցվել, Նարեկն է քաղաքական հետապնդման ենթարկվում, էլի կանենք։ Մեր համար դա կապ չունի։ Մենք մեր գործը մաքուր քաղաքական գործ է մենք։ Մենք քաղաքականությամբ ենք զբաղվում։ Օրինակ չենք կարող ոչ մեկին նվիրենք ինչ որ կոմբայն, հա, տրակտոր խոսքի չենք կարող անկեղծ։ Կարամ ծնունդիդ կոմբայն նվիրեն բան մարոտ։ Չէ։ Երեխեքը կքշեն, հա։ Դու ծնունդից գիրք ես նվիրել։ Հետո։ Դու գրքի մարդ ես։ Արգիշտի Դարփինյան։
Ագիշտին Դարփինյան, Վանաձորի, մինչև Մամիկոն Ասլանյանը 17 տարի մեր քաղաքապետներ Սամվել Դարփինյանը, Հանրապետական կուսակցության տեղական մակարդակում ամենահայտնի մարդկանցից մեկի, նրա տղան է։ Հրաշալի սահմանազատվում են։ Եվ հեծի համակարգում աշխատել։ Այսինքն իրանց համակարգից հեծի համակարգում աշխատել է, մինչև որ Ռոմանոսի հեծի տնօրեն նշանակվել է, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, եւ ես կարծում եմ, որ ես ինչ կամ, նայ, քաղաքական process-ի իմաստով կարծես, երբ որ դու փորձում ես հանրապետական կուսակցության կամ նախկին համակարգի դեմ հեղափոխություն արած մարդուն հանես, հեռացնես, բայց իրան հեռացնելու համար դու բերում ես իր դեմ նրանց ում որ հանել են, մերժել են, չէ՞։ Այդ համակարգի մարդկանց։ Մարդիկ որ լոկալ մակարդակում դա գիտեն։ Հիմա Երևանը ոչ մեկ չգիտի, չէ՞ ովքեր են։ Բայց լոկալ մակարդակում գիտեն Մամիկոնով է։ Լոկալ մակարդակում գիտեն Դարփինյան Սամվելի տղեն է, չէ՞։ Իրանք ասում են ապե ուրեմն նախկիները հետ են գալիս։ Ու գնում են թարս քվյարկում են։ Ֆեն Նիկոլ Փաշինյանը այդքան ձայն չունի, հասկանում ես, կարող ունի 30% ձայն։ Մնացած ձայները այս մարդկանց հակառակա գնում։ Այս մամի ովքեր որ դեմ են եղել Վանաձորում Դարփինյաններին խոսքի օրինակ, բայց Սամվելին դեմ չեն։ Սամվելի դեմ ինչ պետք է ունենան, չէ՞։ Գնում են դեմ են քվյարկում այս մարդկանց պատճառով կամ Մամիկոնի պատճառով եւ այդպես շարունակ։ Այդ կլանային տրամաբանությունն է, էլի։ Տոտալ կլանային, ցուցակը տոտալ կլանային է։ Այսինքն Հայաստան դաշինքի ցուցակի մասին մենք միասերիկն ասել ենք, այստեղ տոտալ է այդ համակարգը գնում։ Მე Տիգրան Աբրահամյան չեմ ճանաչում կարծես, չգիտեմ ով է։ Դες դեմքով գիտեմ Նարեկի կողքին, բայց Հանրապետականների Տիգրան Աբրահամյանը Չէ։ Լենա Մաթևոսյան, ճանաչում ես։ Նայում ենք, երբ որ կլինի ինչ-որ ինֆորմացիա։ Ակնկալում ենք, որ անցնոտ մարդիկ գոնե իրենց պարլամենտում կդրսևորեն, օրինակ այդ բրիտանական բանը շատ է, էլի դուր գալիս, թե ինչ քաղաքական ճանապարհ են անցնում մարդիկ, օրինակ մինչև պարլամենտ հասնելը կամ հետո վարչապետ կամ չգիտեմ նախարար դառնալը։ Քաղաքական ճանապարհ չկա։ Սկզբում բանը ինչ-որ մեկի օգնականն են, հետո այդ կուսակցության գրասենյակում են աշխատում, հետո կարող է ինչ-որ միտեղ քաղաքապետ աշխատեն, օրինակ էսի մի քանի նոր վարչապետը, հետո դա հենց աստիճանաբար հիերարխիայով գալիս են։ Իսկ հոп միանգամից անպատրաստ առանց գիտելիք պարլամենտ։ Կա նաև այլ տարբերակ, որ չգիտեմ, քաղաքական ճանապարհն էլ է ճանապարհ, օրինակ ինչ ճանապարհ, մանդատագողությամբ քաղաքապետ դառնալը քաղաքական ճանապարհ է։ չէ՞ դե։ Հետո ինտերվյուները ինձ բռնել տալը, ասենք քաղաքական ճանապարհ է, դի ասենք բան չի էլի։ Լավ, գնացինք Անդրանիկ Գևորգյան, ելի չենք ճանաչում, Հայկ Ֆարմանյան, čo շատ ակտիվ է, լիքը ինտերվյուներ կա, Խաչատրյան Գագոյի ժամանակ ինչ որ аэроպորտի մաքսային տերմինալի, չգիտեմ ինչ գործի մեջ ա եղել։ Խաչատրյան Գագիկի ժամանակ ֆիքսենք։ Հայաստանի պատմության մեջ ամենաֆունդամենտալ, ամենապատմական գողությունն ու թալանը եղել է այդ ժամանակ։ Ու օրինակ Հայկ Ֆարմանյանը պետք է ինձ թվում է հրապարակային կարծիք ասի այդ տարիներին ՊԿ ինչա արի Հայաստանի բիզնեսի հետ։ Կարա կարծիք ասի։ Ես Խաչատրյան Գագիկից քանի հատ գույք են արգրավել։ Բնակարների քանակը հոս։ Իսկ այդ գտել են Խաչատրյան Գագիկի գույքի 50% կամ 30։ Այդքան բնական է, ես մի քիչ ֆինանսապես տգետ եմ, այդ ինչքան է, այդ ինչ բնականներ են։ Բացատրեմ։ Տուն անորակառույց, ինչա։ Ուրեմն քառակուսի մետրով փող ա եղել մոտները։ Քառակուսի մետրը գիտես ինչ է։ Քառակուսի մետրով որ սենյակում դասավորում ես, սենց քառա։ Նա այդ փողը պետք է եղել լվալ։ Դա համար դրվել է գույքի մեջ, ինչքան հնարավոր է։ Հիմա Նիկոլը 9 տարի է արդեն այդ գույքը խլում է ու դեռ չի խլում ոչի բան։ Դες ասենք Խաչատրյան Գագոյի տղեկին Ռոզիսկ են հայտարարում ես եփ։ Հենց որ аэроպորտը միած ճանապարհում են վիպով գնում են դրանից հետո Ռոզիսկ են հայտարարում։ Էսա Նիկոլի հեղափոխական շռնդալից իշխանությունը, բայց կարա ասենք իմ հաշիվների վրա կալանք դնի Նիկոլը, հզոր, ուժեղ տղա է, ուժեղ, հզոր։ Ժամ Հայկ Ֆարմանյանը ինձ թվում է պետք է ասելիք ունի։ Հետո էլ ասում է քեշ մի օգտագործեք։ Հա, ասում է քեշ մի օգտագործեք։ Ասում է քեշ մի օգտագործեք, որտեղ մարդը սա կալանքի տակ է իմը։ Քեշ մի օգտագործեք, դրեք սա բանկի վրա, որ Նիկոլը կալանքի տակ դնի։ Հաջորդը Գրիշա Թամրազյան։ Ինձ հայտնի է ծանոթա, որ ինքը եղել է Արայիկ Հարությունյանի ԳԳՄՍ-ն նախարարվածը։ Արայիկ Հարությունյանի տեղակալը ու հրաժարական ա տվել։ Նա որ sense կարդայք, չէ իմանա ու մասինա խոսքը, բայց ինձ ասեցին, հա, Գրիշա Թամրազյան, հա։ Այո, ով է։
Եվ ինչն է հետաքրքիր, իմ համար չափանիշը որն է քաղաքական գործին արժևորելու կամ չափանիշներից մեկը, այս մարդը կռիվ է տվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անցել է մարտի 1-ը տեսել եւ այլն, ասում դիմադիր է եղել, այս առումով իրան ասելու բան Այսինքն դու անձամբ ճանաչում ես։ Անձամբ չեմ ճանաչում։ Հա, քեզ ասել են։ Ինձ ասեցին եւ դա չափանիշներից մեկն է, որ ինձ համար գոնե այս պահին դառնա անձնմխլի։ Ես ընկերներ ունեմ, որ իրանց ընկերն է, բայց դե մենք քանի որ մենք ասել ենք մեր համար քաղաքականության մեջ բան չկա, կլանային չենք նայում այս հարցերին։ Կլանային չենք նայում, այնտեղ մարդիկ գիտես այդ ինֆորմացիան։ Մարդիկ կան, որ ոչ մի տեղից են հայտնվել եւ բուսնել այդ ցուցակում։ Չէ, դες մարդը կոնե ԿԳՄՍ-ն է փոխնախարար։ Այս մարդը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ կռիվ տվել, մասնակցել է այդ կոդարութի շարժմանը։ Շատ լավ։ Դա գոնե ինչ-որ մի բան է, չէ՞։ Գնացինք առաջ։ Լիաննա Գասպարյան, եթե չեմ սխալվում, փաստաբանն է, Սամվել Կարապետյանի փաստաբաններից մեկն է։ Վաղինակ Վարդանով, Վովա Վարդանովի տղեն է։ Դա չեմ, մի բան չեմ հասկանում։ Վովա Վարդանովի տղեն է ցուցակումը։ Ես մի բան չեմ հասկանում։ Ոմա, ողջ մնալու արվեստը։ Ու ինչ որ հայտարարել է 3 հատ ջիպ։ Ամենագնաց։ Ես մի բան չեմ հասկանում, դուք անցնում եք Վարդանովների։ Բարմարքել մի օպե։ Եթե որևէ փաստաբան ստանձնում է կլիենտի պաշտպանությունը։ Հա։ Այդ արդեն բոլոր դեպքն է, նաև Քոչյանի պարագայում եղավ։ Հետո ո՞նց են միանում քաղաքական թիմին։ Տենց ոնց ալնում։ Բարդ հարցեր ես իստորից։ Պրոբլեմներ են։ Փաստաբանական էթիկա կա, տենց ինչ որ չգիտեմ։ Ասենք պաշտպանյալի քաղաքական թիմին միանալը որն է համաշխարհային պրակտիկայում տենց շատ է եղել։ Արամ Վարդևանյանն էլ Ռոբերտ Քոչյանի փաստաբանն էր, հետո դարձավ Հայաստան Դաշինքի անդամ։ Հիմա հարգարժան Լիաննա Սամվել Կարապետյանի փաստաբանները միացել է ուժեղ Հայաստանի դե կադր է, էլի, կադր է, մարդիկ կադրային բանկը օգտագործում։ Բայց ինքը փաստաբանական ծառայությունն է մատուցում։ Հետո տենց չգիտեմ, շուտ անհասկանալի բաներ են կատարվում։ Վարդանովներին գանք։ Վարդանովներին գանք, ես միտեղ տեսա, որ ուշագրավ փաստեր նոր խորհրդարանի մասին, sense հոդված կա, եւ այս հոդվածում խոսք կա գնում իր մասին, որ ինքը հայտարարել է ինչ որ մեքենաներ, բան ու փող։ Կարող Ոմայի ավտոներն են։ Հա, կարող Ոմայի ավտոներն են, բայց եթե Ոմայի ավտոներն են, դի Ոմայի վրա գրանցված լինի։ Ամեն դեպքում ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա այդ որոշակի հայտարարներ են հրապարակել, Նարեկ Կարապետյանը ամենաշատ փող հայտարարողն է, դե parza, հետո Դավիթ Ղազինյանն է, հետո ոնց որ Արամ Վարդևանյանն է։ Այդ որ Ղազինյաններն են։ Ահա։ Գնացինք առաջ, լավ, Ղազինյանին կհասնենք, Ղազինյանը կա ցուցակում։ Վաղինակ Վարդանով, ուրիշ ոչ մի բանով ինձ հայտնի չի, չգիտեմ, մեկ էլ Բովա Վարդանովի հետ տեսա ինչ որ ոդկաստ են անում։ Գառնիկ Դավթյան, ադրբեջանագետ։ Ոնց որ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյան, մի հատ տենց մարդ կա, ոնց որ ինքն է։ Հետո Դավիթ Ղազինյանն է, ով Արթուր Ղազինյանի եղբայրն է, որ Հայաստան Դաշինքի անդամ էր։ Հետո մանդատը վայր դրեց։ Ինչ ասեմ։ Դավիթ Ղազինյանը հեցի գլխավոր ոնց որ գլխավոր պաշտոնյանից էր, տեղակալն էր տնօրենի։ Ոչինչ չեմ կարող ասել։ Կանոնավորել էին падգամավոր դառնալու հիմքով ազատ արձակվեց։ Բայց ասելիք չկա։ Լիաննա Մանուկյան, ճանաչում ես։ Դասի կարող է Լիաննա Մանուկյան այդ փաստաբանը։ Այդ երկու աղջիկներից մեկը փաստաբանն է, չեմ կարող անտառ։ Այդ խնդիրը որ փաստաբանը պաշտպանյալի քաղաքական թիմին է միացել։ Այսինքն դու դե էթիկայի խնդրեմ ես դեմ։ Ոչ ես քեզ պաշտպանել եմ մտնում եմ քո քաղաքական թիմ, հա։ Իրավական խնդիր չեմ տեսնում։ Քաղաքական էթիկայի խնդիր եմ տեսնում։ Քաղաքական էթիկայի խնդիր։ Որտեվ ինչ-որ ավանդույթի բացակայության խնդիր եմ տեսնում, էլի, տենց ինչ-որ անտրամաբանական բան է իմ համար դա։ Լավ, կավաս է արդեն ավանդույթ դարձել։ Տես ավանդույթ է դարձել, Արամ Վարդանյան Քոչյանի ցուցակում էր։ Հետո արդեն Սամվել Կարապետյանի ցուցակում։ Այն ժամանակ որ պաշտպանել է Քոչյանի ցուցակում ա եղել։ Հետո Սամվելին է պաշտպանել Սամվելի ցուցակում։ Դա ավանդույթ է արդեն ուրեմն։ Չես կարա միջևեր հիմնավորես, որ դա դատապարտելի բան է, բայց որ sense աշկով նայում ես հասարակագիտական տեսանկյունից որ ինչ է այդ փաստաբանական տեսանկյունից, փաստաբանի առաքելության տեսանկյունից, քաղաքական մտքի տեսանկյունից, գաղափարների տեսանկյունից, այդ ինչ եղավ, տենց պաշտպանյալին տենց նենց պաշտպանեցի, որ քաղաքական հայացքները քեզ գրավեցին, այդ ինչ քաղաքական հայացքներ էին, որ տենց քեզ գերեցին, որ դու հրաժարվես փաստաբանի առաքելությունից ու միանաս քաղաքական թիմին։ Այո, ուժեղ բան ես ասում, քանի որ ես փաստաբան եմ եղել։ Այդ պաշտպանյալը Մարքսն է, ով է։ Այսինքն իրավապաշտպան գործունեությունը թողած, որովհետև դա առաքելություն է, մենակ փող
հող աշխատելու բան չէ, էլի կարպիս։ Հայդարքի բան ես ասում։ Պաշտպանյալը ով է, Մարցնա, չգիտեմ, Սաիդ Քուդնա, ով է։ Չէ, այսինքն նկատում ես դու պաշտպանում ես արժեքները, իրավունքը, սահմանությունը, թե կոնկրետ մարդ ու Այդ ինչ եղավ, որ փաստաբանի առաքելությունը թողեցիր, միացար պաշտպանյալի թիմին։ Արամ ջան, մի հատ էս հարցին անդրադարձի էլի։ Այդ ինչ է քեզ տենց գերեց եւ գրավեց։ Ու նաև էլի փաստաբան կա այդ փաստաբանն։ Լավ։ Դե հիմա կարան կանոնները շփոթենք, հիմա Հա, չջան։ չէ, բայց մեկը փաստաբանն է։ Վրույր Այվազյան, Վրույրը ավականու անդամա եւ ապելու երկրից է եղել։ Հիմա այս ցուցակում ապելու երկիրը համագործակցում է իրանց հետ եւ այս ցուցակում է Սուզաննա Ավետիսյան, Ջերմուկում ավականու անդամ, էլի այս ցուցակում է։ Գոնե համայնքային մակարդակը մեզ մարդիկ ինչ որ ընդություններ են անցել ընտրական։ Այդ լավ է, այդ լավ է։ Դա լավ է, գնացինք առաջ։ Հարություն Հարությունյան, չեմ ճանաչում։ Ճանաչում ես։ Շիրազ Մանուկյան, այս տղեն շատ է լայվեր արել, երիտասարդ տղա է եւ ինքը ուժեղ Հայաստանը մեր ձևով շարժումը ստեղծելուց առաջ դուրս եկավ ՀՀԿ երիտ թևից։ Հանրապետականի մեջ էր։ Շիրազ Մանուկյան։ Բացարձակ դիստանցավորված ուժ է, լավ։ Անուշ Միրզոյան, չեմ ճանաչում, ճանաչում ես։ Չեմ ինֆորմացիա չեմ կարող ճարեմ։ Անուշավան Մանուչարյանը գիտես ով է։ Բերթի քաղաքապետի տղեն է, ովքեր երկար տարիներ այդ սախ տարածքում իշխանություն են լոկալ ու Մելիքյան հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Մելիքյան Գագիկի փեսան է։ Ես մի բան ասեմ։ Ստեղել է կլանային ֆունդամենտ պրոբլեմ, ֆունդամենտալ պրոբլեմ։ Ուժեղ Հայաստանի կադրային բանկը հանրապետական կուսակցությունն է։ Նայ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ասաց, որ իրենք ընտրություններին չեն մասնակցելու, բայց մասնակցելու են ոչ անմիջականորեն։ Այսինքն ինչ որ ուրիշ ուժի միջոցով։ Իսկ հիմա կարանք ասենք, որ օրինակ այս բոլոր կադրերը այդ բանով են եկել։ Իսկ կարող է ինչ որ մի օր պարզվի, որ Նալեկ Կարապետյանը ֆրակցիա չունի եւ այդ ֆրակցիան իրականում պատկանում է հանրապետական կուսակցությանը։ Ոնց որ եղավ պատիվ ունեմ դաշինքի հետ։ Լավ բան չես ասեմ, քեզ ասեմ։ Լավ բան չես ասեմ, եթե տենց բան լինի, դա ֆունդամենտալ պրոբլեմ կլինի։ Եփե նայեմ ուժեղ Հայաստան падգամավորների ցուցակ, մանդատ ստացած էլի։ Ուզեմ նայեմ, ստեղ վերջի համարի մարդը։ Անուշավան Մանուչյան, ճիշտ եմ ասում։ 28-ը Լևոն Նալբանդյան, նսի որքանով որ գիտեմ, Լոռու նախկին մարզպետի տղեն է ինքը, Լևոն Նալբանդյանը։ Քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել, պետական պաշտոններ որքան գիտեմ չի զբաղեցրել, երկար տարիներ Սերժ Սարգսյանի օրոք Լոռու մարզպետներ Արթուր Նալբանդյանը, Արթուր Լևոնիչը։ Եվ Արթուր Նալբանդյանի օրոք էր, որ Մամիկոն Ասլանյանը մանդատագողություն արեց։ Եվ Փաստորեն նայ Լոռու մարզից Դարփինյան Սամվելի տղեն ցուցակում է։ Նա այդ ժամանակ մարզպետի տղեն ցուցակում է, այդ ժամանակ մանդատագողությամբ քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը ցուցակում է։ Լոռու մարզում մենակ ասում։ Օրինակ եթե Լոռու մարզում իրանք չլնեին, Սամվել Կարապետյանը կարող հավաքեր 45%։ Ժողովուրդը չի սիրում, 50% չի սիրում իրանց։ Ժողովուրդը սիրում է, ասենք նախկին իշխանություններին կարպես։ Այսինքն իրանք այնպես պրյամ նախկին ու նախկին են, հա։ Բայց ասենք կոնկրետ այդ մարդիկ Սերժ Սարգսյանի մտերիմ ուժեղ նախկիններ են, հա, տենց։ Բայց լոկալ մակարդակում մարդիկ բոլորը գիտեն անգիր, կարպես ասենք։ Ոնց որ մի գնանք կիրովական ասենք, օրինակ Խաչատրյան Արամին մարդիկ ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ, թե չեն ասոցացնում։ Խաչատրյան Արամը Լոռու մարզպետն է, Նիկոլի թիմակիցն է, թիմ ընտրություններում այդ ժամանակ մեր դեմ տեխնացու ա եղել Նիկոլն եկե Քարազարշավյանը միան։ Գնանք կիրովական ասենք Խաչատրյան Արամին, բացարձակ Նիկոլի հետ կապ չունի ինքը։ Չի լինում տենց։ Ես Եվ վերջինը Ավչյան Արման Ասորի։ Սուսակը վերջացավ։ Ասորի, որովհետև ինչ է, այսինքն այնտեղ կա ազգային փոքրամասնությունների հատվածը, որով որ փաստորեն Ասորու քվոտան չեմ ճանաչում ով է ընկել է ուժեղ Հայաստանին։ Ահա սիրելի հայրենակիցներ ուժեղ Հայաստանի ցուցակներ սա։ լավ է որ ասում։ Մենք վերջացրեցինք։ Լավ է որ Ասորիների համայնքը ունի падգամավոր։ Մեր ամենա նախկինը էլ ուներ։ Հա։ Չէ, ամեն խորհրդանում ունի։ Նայ, խորհրդան ասած ուժերի մեջ ցուցակներում դրվում են ռուս, ասորի, եզդիական համայնքից, ասենք Ռուստամը Բաքոյան բան, չէ։ Այսինքն այս ձևով մարդիկ այդ քվոտան լրացնում են։ Այդ հրաշալի է, պարոն Մարոկյան։ Ես իհարկե հասկանում եմ, որ երբեմն
նույնիսկ ամենազարգացած երկրներում քաղաքական ուժը համապետական ընտրություններում կամ դրա նախորդող քաղաքական գործողություններում կարիք ունենա խոշոր ռեսուրսների առումով խոշոր ֆիգուրների քաղաքական գործիչների հարց չկա, բայց ինչ որ նաև ֆիգուրների բայց մարդուն որ ասենք պրոստե ինչի տղենա դա տենց եւ մարդկային դեմք ունեցող բդեշխների բդեշխների բայց լավ եթե այդպես բդեշխները տեղավորում ցուցակում այդ ցուցակը նաև պետք է առնվազն քաղաքական դեմք էլ ունենա բայց քաղաքական դեմք էլ չունի եղբայր նայ քաղաքական դեմք սխալ բան ասեմ կարպիս ասեմ մի կոդի բանավիճան քաղաքական դեմքերը անհամատեղելի են բդեշխների հետ չես կարա դու ցուցակում դնես բդեշխներ երեխեք ու դրանց հետ դնես քաղաքական դեմք գոնե գոնյա դե ոնց գոնյակ ունեն եթե իրար հակադր չեն կարա ալնեն հիմա դու պետք է ասենք մտնես այս ցուցակ որ դու գիտես այդ ցուցակում տենց մարդիկ կան կմտնես այդ ցուցակ նայեք ասում եմ եթե գոնը տենց է դրանց օգնությունն էլ ես ուզում բայց գոնը դեմքը քաղաքականոտ է լինի այդ եմ ասում դե եղբայր օրինակ որ ապրանք կարողանաս ծախես լավ օգնությունը պետք է իրանց հասկացանք իշխանության փոխության համար իրանց օգնությունը պետք է եթե տենց է չպետք է իրանք լինեն ցուցակները կողակի գնան քվեարկող պետք է լինեն չպետք է ուզենան այդ փայ մտնեն դրա մեջ էլի հասկանում ես որտեվ դա ոչ մի լավ տեղ չի տանելու դա ֆունդամենտալ կաշկանդելու է ցուցակի մարդկանց այդ ցուցակի մարդկանց մի մասը ովքեր որ նախկինում եղել են որևէ բարձր պաշտոնյայի տղա ով որ այդ մարդն է զբաղված եղել թալանով իրանք խնդրեմ են ունենալու տղա փեսա կապ չունի աղբեր խնդրեմ են ունենալու դա այդքան էլ մեծ խնդիր չէր լինի եթե լիներ քաղաքական բովանդակություն դե կարող է եղբայր բայց քաղաքական բովանդակությունը դա իրար բացառում են չի ստացվում չի այդ ցանկում ես լինեի դուք լինեիք մյուս լիներ Լևոն Զուրաբյանն այդպես քաղաքական մարդիկ լինեն մեկ էլ տեղ չէինք հասնելու որովհետև նավը սխալ ուղղությամբ ա գնում այդ եմ ասում 100% չենք հասնելու տեղ 100% չենք հասնելու նավը սխալ ուղղությամբ ա որովհետև օրինակ լոկալ մակարդակը չեր ընկալվելու կարպիս էլի չի ընկալվում չի ստացվում ասենք պատկերացրու լոկալ մակարդակում մարդիկ նայում են որ ասենք մի 10 տարվա կռիվա գնացել խոսքի օրինակ մեր լոկալ թիմի եւ հարապետականների լոկալ թիմի միջեւ ասենք մամիկոնանց չէ ու մեկ է մենք մի ցուցակը մենք իրար հետ կարա տենց բանը լինի չի կարա տենց բանը լինի հասկանում ես դա բան է պրոֆ մարդիկ ասել են էս ինչ կա էս ինչ եղավ դա տրամաբանական է որ հեղափոխության դեմ կրված ուժերը իրար հետ են դա տրամաբանական է այ որ այդ ուժերը իրար ցուցակ են մտնում բան դա մարդկանց աչքին օքեյ է բայց դու չես կարա գտնվես մի ցուցակում որին դու մերժել ես հեղափոխության ժամանակ դա մի դեպքում ընկալելի կլներ եթե ֆիքսեին բոլորը որ հայրենիքին վտանգ է սպառնում բոլոր իրարամերժ տարերը եւ ուժերը պետքա միավորվեն այդ մեր թեզն է եւ համատեղ այդ մեր թեզն է որ պետքա մի ցուցակ լինի բայց այդ ընկալումը ուժը մի ցուցակ որ ասում ենք պետքա լինի օրինակ սա էլ կարող է զան շանս ունի բայց այդ թեզի ընկալումը ուժեղների մոտ չկար որտեվ օրինակ Նարեկ Կարապետյանն այդ հարցը տվել է ասում դուք գիտակցում եք որ իշխանությունը զերդեմ ազգային ազատագրական պայքար է մղում դες դիտարկելով որպես օտարերկրյա գործակալներ եւ իմպերիայի դեմ պայքար է մղում դες դիտարկելով որպես չգիտեմ իմպերիայի էմիսարներ Հայաստանում ինքա բանա չգիտեմ դա իր լավագույն հարցազրույցն է եղել Միչելից ասեմ քո հետ ոչ թե քեզ եմ գովում այլ այդ հարցազրույցը շատ իրանք այդ ընկալումը չունեին իրանք չգիտեմ բան չընկալում իրանք ուրիշ ընկալում ունեին լրիվ իրանք մտածում են կոմբայն նվիրելով կարելի է քաղաքականության մեջ հաղթել հնարավոր չի դա նայ ստե ուրիշ բան կա որ ես հիմա տեսնում եմ որ պատկերացրու ես ու դու ստե նստած ենք այս օրինակ ուզում եմ բերել սուրճ ենք խմում մեզ համար չէ խոսում ենք բան եւ գալիս են ինչ որ մարդիկ ու մեզ ասում են որ հեսա թուրքերը գալիս են շատ վատ ալնելու ու եթե 15-20 օր հետո Նիկոլ ընտրի վարչապետ Հայաստանը կործանվելու է ու այդ ցայտնոտա մտնում չէ ուժեղ բոլորը ոտի են հելնում որ ինչ որ պայքար է բան 15-20 օրն ասում են Նիկոլը մնում է վարչապետ ու այդ մարդիկ ովքեր այդ ձևով քարոզություն են արել գալիս են ասում են մեզ է սուրճ տվեք իրանց են սուրճ տալի ու նստում են իմ ու քո հետ ցած են սուրճ խմել այսինքն նստեմ մի քանի թեզա առաջ գալիս կամ իրանք չէին հավատում իրանց ասացին կամ իրանք հավատում են ու հանձնվել են ասում են դեռ թող կործանվի կամ եղբայր այդ տեքստերը այդ ձևի քարոզի ինչ մեզ են գովազները կային որ մեկը քնեցեց արտմանում ասում է երազումս տեսնում եմ թուրքերն եկել են ասում են հանդարտվիր այլևս
փոխվել է Նիկոլը չի վարչապետը Սամվել Կարապետյանն եկել է բան ինչ որ sense հիշում ես այդ սոցիալական մի րոպե բան հարց եմ ուզում տան ու հիմա իրանց բանը տրամաբանությունը դարձավ տենց որ գնանք հանգիստ աշխատենք մենք նոր մշակույթ բերենք բան եղբայր բա թուրքերը հասկանում ես այսինքն եթե Հայաստանը կործանվում է ո՞նց կարող գնում ենք մենք հանգիստ աշխատենք նոր մշակույթ բերենք փոխոսնակի պաշտոնում կարաչադրվի Արամ Վարդանյանը չգիտեմ որ հանձնաժողով այսինքն նորմալ մտել են նորմալ սովորական քաղաքական տրամաբանության մեջ եթե տենց էր բայց քարոզարշավ է այդ ինչ էր որ ոչ ոք չպետք է մասնակցել ընտրություններին, միայն իրանք պետք է մասնակցեին, ու եթե ուրիշները մասնակցում էին, խանգարում էին։ Այսինքն հասկանում ես, ինչ ասա։ Իրանց արածը գիտեք խի աններելի։ Որտեվ այն ինչ որ հիմա իրանք անում են կամ այն իրավիճակը, որտեղ հիմա իրանք հայտնվել են, դա արդեն եղել է Հայաստան Դաշինքի հետ։ Հայաստան Դաշինքին միտեղ կարելի էր ներել, որտեվ առաջին անգամն էին հայտնվում այդ հետ պատերազմյան, հետ հեղափոխական իրավիճակում, ել իրանք էլ դարձան իրենք իսկ իրենց հայտարարությունների գերին, ելի մեծ բլանկային սահմանել ու մնացին այդ փլատակների տակ, բայց իրանք դա արեցին, հասկացանք առաջին անգամն էր, բայց դուք երկրորդ անգամ եք նույն բան անում են, ինչ որ բան է այն ինչ որ արել է Հայաստան Դաշինք, այսինքն Հայաստան Դաշինքի սխալների դուք դասեր չեք քաղել Չէ, ոնց են դասեր քաղել, թե նույն տեղից մարդիկ են վերցրել նույն տեղում։ Հերեսի որ դու ասենք մի հատ մոտորիստ ունենաս, որ ավտոյիդ մոտորը սարքի։ Մի անգամ տանես մոտը, մոտորի դրա մի քիչ գործանի 5 կիլոմետր քշես, մոտորը թափի։ Այդ մոտորիստի մոտ նորից կտանես ավտոդ։ Մի եղբայր ասում ես դասեր չեն քաղել, իրանք նույն պոլիսիներով երկրորդ անգամ նույնական, ոչ թե նույն, այլ նույնական դա անգամ։ Եվ հիմա նույն ինքնավստահ դեմքով մարդկանց վրա մուննաթ են գալիս, նաև իրանց ընտրողների վրա։ Այսինքն ոնց են չեք նայում ինչա կատարվում։ Չգիտեմ, շուտ պարքեվավճարների բանի հետ կապված, չգիտեմ, քննադատություն, իրանց ուղղությամբ քննադատություն կա իրանցի էլեկտորատի կողմից։ Լիքը մարդիկ կան, որ իրանց են ընտրել, նաև Facebook-ում ակտիվիստ մարդիկ եւ քննադատում են իրանք էլ բանա, այտենց շատ սուր են արձագանքում, մուննաթ են գալիս մարդկանց վրա, թե բա լավ են կանում եւ այլն։ Իր ասոցիակի մասով ամփոփելով ես առանձին ուզում եմ մի հատ վերլուծություն անեմ, թե ոնց է եղել, որ Սամվել Կարապետյանի ուժը գնացել է sense պարտության, ինչ սխալներ են թույլ տվել էլի, բայց կարճ ասեմ, երկու ձև կար Կարպիս, ձև առաջին այդ մեր պատկերացած մի ցուցակի, մի բևեռի ձևավորումը եւ հաղթանակը, որը որ չի արվել արդեն, եւ երկրորդը ձևավորել թիմ, որը կլինի հաջորդ իշխանությունը։ Ուշադիր ես, ես ինչ եմ ասում։ Առաջի տարբերակում հաղթումը, երկրորդ տարբերակում ձևավորած արելնեմ թիմ, որը ինչ որ բայ իշխանությունը վերցնելու է ու հաղթելու է։ Առաջինը չի եղել Կարպիս արդեն չի եղել, երկրորդն էլ այս ցուցակով որ մենք անցանք, երկրորդն էլ չի եղել։ Այլևս ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, ես չեմ բանը հրաշք պետք է լինի, որ ինչ-որ փոփոխ, այսինքն փոփոխությունների շանս, հնարավորություն այս պարլամենտով, այս ցուցակներով գոյություն չունի։ Սերի այնակիցներ, մենք դե հայտարարել ենք, որ ԲՀԿ-ի ցուցակ, ԲՀԿ-ի մանդատները Նիկոլ Փաշինյանը ԿՀ-ի ՍԴ-ի հետ վերցրել է եւ նաեւ ընդդիմությանն է հանցակից դարձել, նաեւ նրանց է մանդատ բաշխել, այս մանդատների մեջ մի հատը ԲՀԿ-ինն էր։ Եվ այսինքն խորհրդանում էլ մանդատ չկա որ մենք քննարկենք, խոսքը անդիմադիր։ ԿՊ-ին կարելի է քննարկել։ Անդիմադիր մանդատ չկա, ԿՊ-ի ցուցակը քննարկենք, որտեղ բազմաթիվ մարդիկ գրել են որ ԿՊ-ի ցուցակը քննարկենք, անպայման կքննարկենք։ Բայց ես մի բան ուզում ասեմ ուժերների հետ։ Ասա։ Դե իրանք ինչքան կյանք կունենան որպես քաղաքական ուժ։ Այնքան ինչքան որ կգոյատևի այս խորհրդարանը հենց չլինի, այս գումարման իրանք էլ չեն լինելու։ Այսինքն չես նայում որ Քոչյանի պես կարանելի մի 8% այն վաղ տանեն։ Կարող է այն ժամանակ էլի մի 8% տանեն ստրուկտուրաների հաշվին։ Դե եթե կլասած կոմբայն տալու, չգիտեմ ինչի, բայց դե եթե այդ ճակատագրի հեգնանքին իրանք պատրաստ են, այդ ճակատագրի ծաղրին, խնդիր չկա։ Որտեղ Քոչյանի պարագայում դու մտածում ես ճակատագրի ծաղր էր, չէ՞, ինչ որ տեղի ունեցել։ Բայց գոնե Քոչյանի թիմը ավելի քաղաքական էր։ Այնտեղ դաշնակցություն կա։ Մենք մի թեմա ունենք, որ ուզում ենք քննարկենք արագ ու ամփոփենք եթերը։ Թեման հետևյալն է։ Փաշինյան-Պուտին հեռախոսազանգ տեղի ունեցավ։ Փաշինյանն ասում է, որ Պուտինը ինձ չի շնորհավորել, Լագորն ասում են, բախի չի շնորհավորել, ասում է, չի ուզել, չի շնորհավորել։ Բայց այստեղ կարևոր կարմիր թելով անցնող թեման է նա, որ ինքը ասում է, որ եթե մեր ապրանքների ընդունման հարցը չլուծվի,
ԵԱՏՄ-ն կկործանվի, ԵԱՏՄ-ն կանգնացա, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը, ու ասում պրոբլեմը մեր մեջ չի, բոլորը քննարկում են պրոբլեմը մեր մեջ է, բայց ասում պրոբլեմը մեր մեջ չի, պրոբլեմը ԵԱՏՄ-ը է, ԵԱՏՄ-ը հիմա պրոբլեմը, ԵԱՏՄ-ն պրոբլեմը, ինձ է պրոբլեմը։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ է, դու ինչ ես տենում։ Ինչ ես մտածում, ես դեմ կարի ժոր։ Ես արդեն, եթե անկեղծ լինենք, հոգնել եմ շուտ դժբախտության մասին կանխատեսումներ անել։ Արա ոնց որ ագրավի պես կռալուց լնես։ Այդ նկատի Դե ունես։ դուք էլի մեծ։ Հա, Ձեր գլխավորությամբ։ Դա մոտանք ասել, դա խնդրեմ է։ հա, հա։ Դե չի շնորհավորել ասելով չի։ Դա չի շնորհել պրոբլեմա։ Դե Ալիևը հարց Չէ, մի րոպե կներես, ասում եմ, բայց որ իմ հետ խոսում էր, ում է տեր խոսում։ Այսինքն ինքն ինչ ճանաչում է որպես Հայաստանի վարչապետ, այսինքն նայ ուր ենք ասել, էլի։ չէ, բայց մի րոպե։ Հո դու Ջոլան ինչ ես ախպեր, որ քեզ Օգոստոսի- զորով ճանաչեն որ բա։ Մինչև Սիրիայի նոր նախագահ։ անկախ ընտրությունների արդյունքներից ինքը մինչև օգոստոսի 3-ը վարչապետ է։ Այսինքն Նիկոլ, այս մի րոպե, այսինքն Պուտինը խոսում էր նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէ, ինքը հələ անկախ ընտրությունների արդյունքներից, նույնիսկ եթե ուժեղները կրած լինեին։ Հա։ Ինքը դեռ վարչապետ։ Ինքը վարչապետ է դեռ։ Հասկացա, ասում, այսինքն Պուտինը ըստ իր տրամադրության խոսում էր նախկին վարչապետ Նիկոլ Չէ, Փաշինյանի հետ։ գործող վարչապետի հետ էր խոսում։ Հա, բայց այս նախկին խորհրդան էլի 8-րդ գումարման Նիկոլ Նոր խորհրդանալը չի ձևավորվել։ Հա, 8-րդ գումարման Նիկոլ Փաշինյանի հետ էր խոսում։ Այո։ Հա։ Այսինքն հələ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Բայց ինքը այդքանը չի ջոգում, որ այդ է ասում, բայ ում է այդ խոսում, չի շնորհավոր է։ Դե կաղա այդ ժամկետից Իսկ հետո Պուտինը սպասում որ խորհրդանը ձևավորվի ինքը ընտրվի նախագահի հրամանագիրը լինի նոր զանգի շնորհավորի կարպիս։ Խենք այսքան ամեն ինչ բարթացնում։ դե կաղա ընդհանրապես չխոսա։ Նոր խորհրդանի ձևավորումից հետո դա էլ կարա լինի։ Դա էլ կարող է։ Բայց ինչ է ուզում կանխատես, որ վատ բան է ուզում կանխատես, սկիզբ ադն։ Դա խնդիր է։ Այն ինչ որ հիմա կատարվում է եւ ես իսկապես շատ վտանգավոր ճանապարհ է, այս պսևդո արամիցյան ճանապարհը Ռուսաստանից կտրվելը մենք Թուրքիա եւ Ադրբեջանի փայ ենք դառնալու, մեզ բզգտելու են։ Ասի լիքը մարդ հարմարվել է որ մենք դառնանք Թուրքիա, չէ՞, Թուրքիային է, Թուրքիան շատ խոշոր է, Թուրքիային պետք է երազեն որ լինեն։ Լիքը մարդ հարմարվել է որ Ադրբեջանի այտենց վասալ վիճակ է, վիճակի բանա նորմալ է ասում են, դե մի Ադրբեջանի հետ կան։ Պուտինը ինչի է ասում։ Նորմալ է, ռուսները վատն Պուտինը են։ ինչի է ասում հանրակրվե արեք։ Միգուցե ուզում է հանրակրվեով ձևակերպի կամուրջների այրումը։ Լսի կարող է լինել։ Սկզբից թեզն էր, որ պետք է հասկանալ ժողովուրդն է մեր դեմ, թե զուտես իշխանությունը, Ահա։ բայց ես կասկած չունեմ, որ Նիկոլը դենց հանրակրվե դնի ժողովուրդը այո ակվարկելու։ Եվ Որտեղ լեգիտիմացվի այդ կամուրջների Հայ եւ կամուրջներն այրվում է, այսինքն այդ բաժանմանը, որ ասում են բաժանենք իրարով, բան դե ալեն նստվել մենք չենք ամուսնացել, ախպեր բան, կարող ալիմենտել ուզեք, բանսից բաներ է խոսում։ Այսինքն այդ բաժանումը հա կարա որ հանրակրվեի թեմայով ինքը լինի։ Եվ վերջում հետո արդեն բանը հասնի նրան, որ արդեն մենք խնդրենք, հա, օգնություն։ Ով խնդրի։ Նիկոլը։ Նիկոլը Էրդողանից խնդրի օգնություն։ Ինչու ոչ։ Պուտինից խնդրում։ Ինչու ոչ։ Եւ հիմա ես միշտ ասել եմ, մեր պատմության արդեն հոգնում նույն բանը կրկնելուց։ Չասա, որտեղ լմոր չեն լսած։ Մեր պատմության ամենաողբեկական այդ երևույթներից մեկը ո՞րն է։ Երբ որ մենք փրկում են։ Հա։ Մասնավորապես երբ որ ռուսներն են փրկում։ Հա։ Այսինքն դուք հիմա իրավիճակը նենց է քրիտիկական սարքում, Նիկոլը ինձ ամառ ռուսները փրկեն։ որ վերջում մեզ նորից փրկեն։ Ես իսկապես Բայց քեզ ասեմ մենք փորձենք որ թուրքերն են փրկեն մեզ։ Այսինքն թուրքերի փրկածն էլ բեր չմոռանանք։ Որտեղ կարող թուրքերը փրկեն, ռուսները չհասցնեն փրկեն։ այս Կամ ռուսները փրկեն թուրքերի փրկածի մնացածներին։ սա կեղծ դեպի արեմուտք գնալու կեղծ ճանապարհ է, ոչ Հայաստանն է պատրաստ վերցնելու այդ ուղին, ոչ ԵՄ-ն են պատրաստ։ Իմ համոզմամբ ես նայում եմ հիմա ԵՄ-ի առաջնորդներին, այնտեղ սոսկալի քակակիրտ ժպիտներով արնախում հիմարներ են։ Ղեկավար պաշտոններում իմ համոզմամբ։ Օրինակ այդ նույն Կալասը, Ֆոն դեր Լայնը եւ իրանք հանուն իրենց կարճաժամկետ շահերի վտանգում են Հայաստանի ճակատագիրը եւ խաղում են հայ ժողովրդի ընդհանրապես ապագայի հետ։ Հայաստանին փորձելով դարձնել հակառուսական բաստիոն, իրենց լեզվով ասեմ, եւ փորձելով այդտեղ ինչ-որ կովկասյան ռազմաճակատ բացելու։ Հայաստանն էլ էլի Հայաստանի ղեկավարությունը իր կարճաժամկետ շահերից ելնելով
ուտում է այդ խայծը, չհասկանալով թե ինչ վտանգների է ինքը ենթարկվելու եւ այստեղ նաեւ մենք կարող ենք ուղիղ ասել էլի որ Հայաստանը ինքնիշխանության լուրջ խնդրեմ ունի, պարոն Մարոկյան։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ասում էր մենք պետքա մի բևեռից կախված չլինենք, այլ մի քանի բևեռներից, հա, տենց միտքեր ասում։ Եվ հիմա Հայաստանի ինքնիշխանությունն այ քանի երկիր է միջամտում։ Մի քանի բևեռից կախված։ Ադրբեջանը ասում է համադրություն պետքա փոխես, Պուտինը ասում է պետքա հանրակրվե անես, Իրանն ասում է տրիպը չպետք է անենք։ Իրանը ասում է տրիպը մի արեք, այն մյուսը Թուրքիան ուրիշ բան է ասում։ Վրացիք ասում են կոնյակը հետ տարեք, որովհետև բանը սպիրտը կեղծած է։ Այսինքն ով որտեղ Նիկոլի օրոք էս ասա պատահի միջամտումա մեր ներքին կյանքին։ Էլի հիմա լիքը մարդիկ էլի ասել են բանա դուք էլի ստրաշիլկաներ եք հորինում, չեք ուզում Հայաստանը գնա դեպի արևմուտք, չեք ուզում միանա քաղաքակիրթ աշխարհին։ Ուզում ենք։ Ոնց էր ասում, լավ եղեք եթե կարող եք։ Միացեք եթե։ Արեք, ես հիմա դրա համար գիտակցաբար շատ չեմ մեկնաբանում, որովհետև այդ պրոպագանդիստների այդ ցանցազերծած հիստերիկ աղմուկը չի թողնում, որպեսզի ռիսկերը ճիշտ գնահատվեն։ Բերանդ բացում ես, օրինակ ուզում ես ասես կալաս կոչեցյալը կամ այդ ֆոնդրոլայնը կոչվածը դրանք հանցագործներ են, որոնք լավ միջևեր չեն հասկանում, այո աշխարհակարգը չեն հասկանում ինչ է այդ գործն ես, ասում են ուզում եք Հայաստանը գուբերնիա դառնա։ Դե ինչ ասեմ։ Ոչ մի բան։ Անցած հաղորդման ժամանակվա քո հայտարարությունը, որ ում համար ենք մենք խոսում, բան մեծ արձագանքներ ա գտել։ Եվրոպան տես ցածր ինտելեկտով, Եվրամիությունը տես ցածր ինտելեկտով առաջնորդներ երբեք չեր ունեցել, ոնց որ հիմա են նստած մարդիկ։ Դե հուսով եմ կնդեղել ընտրություններ կգնանք փոխվեն։ Մեծ Բրիտանիայում վարչապետը փոխվել է։ Լոկալ համայնքային գործիչը դարձավ վարչապետ։ Հետարքիր է շատ Մանչեսթերի շատ հաջողված քաղաքապետն է եղել մեծ ագլոմերացիայի մեծ Մանչեսթերի եւ բավական հետարքիր PR ունի առաջին դեպքն է որ սկսել են անցնել ռեֆորմ Նայջել Ֆարաջի կուսակցությունից դա հետարքիր է ես հետևում եմ հաճույք եմ ստանում ասես մեր քաղաքականությանը հնարավորինս չեմ հետևել վերջին շրջանում չկա քաղաքականություն հետևում ուրիշ տենի քաղաքականությամբ զբաղվում ենք ես դու ես եմ սաղ մի քիչ Նիկոլն է զբաղվում ո չգիտեմ ուրիշ մարդ ճանաչում ես Հայաստանում որ քաղաքականությամբ զբաղվում է մենք չենք ճանաչում 4 հոգի 4-5 հոգի մարդ կա Ձերի այնակիցներից որ հաղորդումը երկար էր խնդրում եմ կոմենտներում մեր չճանաչած падգամավորների մասին գրեք ճանաչենք կենսագրական ռուսների հետ կապված ինչ որ հպանցիկ եղավ անադարձը բայց առանձին այս թեման քանի որ երկարելու է սա տենց բան չա հələ հեսա Նիկոլը դառնա վարչապետ տենանք ինչա դեռ ոնց կլինի մանրամասն կանդադառնանք որ շատ երկար եղավ ոդքասթը դրա համար էս էպիզոդը տարածեք դիտեք բազմապատկեք էֆեկտը եւ հնարավորինս կոմենտներում արտահայտվեք տեսնենք ինչ եք կարծում այս ամենի մասին լավ մնացեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը հա չմոռանամ ասել որ մենք քաղ պայմանագրի ցուցակին նույնպես բնականաբար կանդրադառնանք կա երկու հաղորդում ծախսենք դրա վրա որովհետեւ 64 Մա տեսնենք ո՞ա մանդատը 61 պետք է լինեին ԲՀԿ 3 մանդատներով 64 լավ լավ